Կարապետյան, մանդատները վերցնելու հետ կապված նաև քննադատություններ հնչեցին, շատերը կարծում են, որ դուք չեք վերցնելու, խորհրդան չեք գնալու, քանի որ ձեզ օգտին քվեարկել էին, որպեսզի հենց դուք լինեիք իշխանության։ Այդ քննադատություններին ինչպես եք արձագանքում։ Շատ լավ եմ արձագանքում, մարդիկ ունեն սպասելիքներ փոփոխության, մենք հասկանում ենք դա, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլ կա հետո։ Այսինքն փոփոխություն բերելու ճանապարհին ինչ կայլ կա, ինչպես մենք հայտարարել ենք, ուզեմ եւս մեկ անգամ ասել, ազգային ժողովում ընդդիմության ներկայությունը արմատական կարևորություն ունի, երբ որ փողոցում ժողովուրդը, Երևանի փողոցը պահանջում է իշխանության հրաժարականը, ազգային ժողովում պետք է падգամավորները քվեարկեն։ Եվ եթե չկա падգամավոր ընդդիմադիր, որը պետք է քվեարկի, ամբողջ փոփոխության հույսը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա է լինելու, ինչը գործնականորեն անհնար է, որ ԿՊ-ն գնա քվեարկի, որ ինքը գնա։ Այդ իսկ պատճառով եկել ենք այն տրամաբանության, չնայած իհարկե մեր մեջ էլ կար կարծիք, չեմ թաքցնի, իմ մեջ էլ կար կարծիք, որ հետագա իրենց ազգային ժողով գնալը ինչ նպատակահարմարություն ուներ այդ պահին, բայց երկար նայելով գործընթացին մենք հասկանում ենք, որ ազգային ժողովը գերի թողելով 100%-անոց ԿՊ-ական սարքելով, մենք ունենալու ենք այլ միջավայր մեր երկրում, դա անձնիշխանություն էր 100%-անոց։ 100%-անոց ազգային ժողովը դառնալու էր վերջնական իր խաղալիքը, ինչպես դուք տեսաք տասնյակ հայկական պետական կառույցների հետ, որ դարձել են ուղղակի խաղալիք, որը իրենց ֆունկցիան չի կատարում, անկախ ֆունկցիաները չեն կատարում։ Նույնիսկ փողոցում չենք տեսնում պայքար իշխանապողության։ Պատասխանեմ այդ հարցին։ Ինչպես մենք նշել ենք, պետք չէ անել քայլ այն ժամանակ, երբ դա առաջին իսկ հայացքից հնարավոր է, որ թվա հետակարա լուծման բերի, բայց չունես գործիքակազմ մինչև վերջ հասցնելու։ Մինչև վերջ հասցնելու գործիքակազմի լինելու պարագայում մենք հայտարարել ենք, որ փողոցը լինելու է մեկ անգամ, հնարավոր է տարբեր արարներով, բայց մեկ անգամ եւ վերջնական։ Մենք չենք ուզում հիասթափեցնենք մեր հայրենակիցներին, այն պոտենցիալը, որ կա, եւ արվելու է այն ժամանակ, երբ քաղաքական մեր տեսլականով ամենահարմար ժամանակն է երկրում այդ փոփոխությունը իրագործելու։ Վստահ եղեք, Հայաստանում ավելի մոտիվացված թիմ չկա փոփոխություն բերելու, քան մենք ենք։ Իսկ սոցիալական